Վանանդն է հայկական Doodle-ի հեղինակը, որն արդեն 5-րդ տարին է փորձում նպաստել ապրիլի 24-ին Google որոնողական համակարգում հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Doodle-ի տեղադրմանը։ Այն առաջին անգամ հանրության լայն զանգվածներին ներկայացվեց նոյեմբերի 29-ին boardpanda.com կայքում, որից հետո էլ խնդրագրի տեսքով չեն ջորգում։ Փորձեցի այս տարի ուղղակի մի քիչ ավելի ուրիշ մոտեցում ցույց տալ, ոչ թե ծածուկ մենակ իրան ուղարկելով, այլ մասսային ներգրավելով։ Խնդրագրի տեղադրումից հետո Doodle-ն սկսեց տարածվել։ Ստորագրահավաքին մասնակցում են հազարավոր մարդիկ, ընդ որում 5%-ն այլազգիներ են, հիմնականում արգենտինացիներ, ռուսներ, թուրքեր։ Ի դեպ Change.org կայքն անորոշության մեջ է գցում այցելուին, նշելով ձայների որոշակի անհրաժեշտ քանակ։ Իրականում խնդրագրի հեղինակը որևէ սահմանափակում չի դրել այն տեղադրելիս։ 1000, 2000, 5000, 15000 ամեն այդ թվի ժամանակ հաղորդագրություն է գնում Change.org կայքի կողմից Google-ին։ Եվ դա նրա համար է, որ տեղեկացնենք նրանց, որ այդքան մարդ արդեն ներգրաված է։ Ոչ միայն քվեարկության, այլև Doodle-ի շուրջ քննարկումներին մասնակցում են նաև այլազգիներ, անգամ Facebook-յան event-ի ու hashtag-ի հեղինակներն օտարերկրացիներ են։ Գիշերը բավականին ուշ էր, մենք հետևում էինք, թե ոնց է զարգանում, էջերում է հայտնվում։ Ինձ մի տղա գրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Սեմը, ու ասաց եկեք hashtag մտածենք ու Instagram-ում սկսենք տարածել։ Armenia Genocide Doodle hashtag-ն անմիջապես լայն տարածում գտավ Twitter-ում, Facebook-ում ու Instagram-ում։ Երբեմն retweet-ների քանակն անգամ գերազանցում է tweet անող օգտատիրոջ ընկերների թիվը։ Search արեցի Twitter-ում ու տեսա մի աղջիկ էր նորից դրել իր էջում, ուղղակի վերցրել էր նկարիք դրել էր, հայ չէր ու ասում էր խնդրում եմ տարածեք ու այդ post-ը ունեցել էր 580 ու էլի մի քանի retweet։ Չնայած Doodle-ն արդեն բավականաչափ տարածում է գտել, այնուամենայնիվ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ դժվար է անգամ անհնար պատկերացնել, որ Google-ը կտեղադրի այն։ Google-ը ցկտում է հնարավորինս չմտնել կոնֆլիկտային թեմաների մեջ։ Իսկ հայոց ցեղասպանության հարցը, քանի որ ԱՄՆ միանշանակ չի։ Բացի քաղաքական ասպեկտից Doodle-ի տեղադրման խոչընդոտներից է նաև առհասարակ Doodle-ների բնույթը, որոնք հիմնականում զվարճալի են եւ ուրախ համաշխարհային մշակույթի գործիչների ծննդյան կամ ազգային տոներ են։ Կարող եք տեսնել, որ բավականին այս ամեն ինչը շատ գույնս գույն է եւ խայտապղետ, տենց մռայլ բաներ չեք գտնի։ Այսինքն բավականին դժվար է պատկերացնել այս հայկական Doodle-ը ընդհանուր ֆոնի վրա։ Սամվել Մարտիրոսյանը փաստում է, Change.org կայքը որևէ նախաձեռնություն սկսելու համար է, ոչ թե վերջնական նպատակին հասնելու։ Change.org-ի խնդիրը Հայաստանում բավական լուրջ է, որ մարդիկ ստորագրում են եւ համարում են, որ ինչ որ ձևով խնդիրը լուծում են։ Դա նույնիսկ առաջի քայլը չի, այլ կես քայլ է։ Այս պահի դրությամբ ավելի քան 34,000 մարդ է մասնակցել Change.org կայքում սկսված ստորագրահավաքին, ինքս էլ միացա նախաձեռնությանը փորձերով իմ լուման ներդնել մեր հայերից ձայնը միջազգային հանրությանը եւս մեկ անգամ լսելի դարձնելու ճանապարհին, սակայն ինչպես մասնագետներն են փաստում, հույսը դնել միայն ստորագրահավաքի վրա եւ սպասել, որ դա զգալի արդյունք կտա, թերևս անիմաստ է։ Մեդիա փորձագետն ասում է, որ ցանկացած գործիք ու միջոց պետք է կիրառել նպատակին հասնելու համար, սկսած Google-ի ֆորումներում ակտիվություն ցուցաբերելուց, վերջացրած Google-ում ծանոթ գտնելուց։ Օրինակ ասեմ ձեզ, որ այն որ Android-ում հայերեն ստեղնաշար հայտնվեց, դա նաև Google-ում աշխատող հայերի ներդրումը կա, հա, այսպես։ Google-ում փոխտնօրենների մակարդակով արդեն մարդիկ տեղյակ են հայացի ասած ծանոթի միջոցով իրենց տեղեկացրել ենք, սպասում ենք հիմա պատասխանի, քննարկում են այդ հարցերը։ Doodle-ի հեղինակն ինքը թերահավատ է Doodle-ի տեղադրման հարցում, հաշվի առնելով քաղաքական ենթատեքստը, ինչպես նաև Google-ի որդեգրած քաղաքականությունը, փաստում է, իր հիմնական նպատակը ոչ թե Doodle-ի տեղադրումն է, այլ Google-ի միջոցով միջազգային հանրությանը խնդրի մասին տեղեկացնելը։ Ես դիմել եմ ոչ թե կոնկրետ Doodle տեղադրելու համար, այլ թեկուզ այդ որ ասեցի ընտրելու մասին ներքևը, մի հատ բան է տեղադրած, սև լենտա է տեղադրած, տակը գրած է, որ այս ինչ օր է, այս ինչ բան է տեղի ունեցել, կլիկ անելուց կտանի Վիկիպեդիա համապատասխան էջ։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նախաձեռնությունը հետաքրքիր է համարում ու կարևորում ստորագրահավաքի քննարկումների միջոցով համացանցում հայոց ցեղասպանության փաստի մասին եւս մեկ անգամ բարձրաձայնելը։ 2015-ին ընթառաջ նաև միջազգային հանրության ավելի լայն շերտերին ցեղասպանության փաստին հասու դարձնելու համատեքստում նման խնդիրներ եւ նոր տեխնոլոգիաները ինտերնետի համացանցի կիրառումը, ես կարծում եմ ունի իրոք շատ մեծ կարևորություն։
Doodle-ի հաջողության չհասնելու դեպքում Ռուբեն Մելքոնյանն առաջարկում է մեկ այլ կրկին ցեղասպանությունը խորհրդանշող, բայց մշակութային ոլորտին վերաբերող Doodle-ով հանդես գալու փորձ անել։ Նկարիչ Արշիլ Գորկու հայտնի է նկարը, որ նաև ձեռքերի հետ կապված, որը նաև ցեղասպանության խորհրդանիշ կարող ենք համարել, միգուցե ապրիլի 24-ին հենց դա լինի Google-ի, այսպես ասած, Doodle-ը, որը եւ կխորհրդանշի ցեղասպանությունը եւ ուրեմն համապատասխան կլինի Google-ի հետեւած այսպես գաղափարախոսության։ Մերիկը Ջայան, Կարեն Գրիգորյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին ալիք։